Ինչպես տարբերությունն օգտագործել որպես դրական հնարավորություն։ Գյումրիում քննարկում են ներառական կառավարման հարցեր։ Մասնակիցները Շիրակի եւ Լոռու մարզերի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններն ու փոխտնօրեններն են։ Այսօրվա միջոցառումը նվիրված է ներառական կառավարմանը, որը կարծում եմ մեր քոլեջների համար շատ կարևոր է այն առումով, որ ընդունվել է ՄԿ նոր օրենքը եւ այդ նոր օրենքով պարտադիր է դարձել ներառականությունը եւ կարծում եմ այսօրվա մեր արծարծած հարցերը եւ թեմաները մեզ կօգնեն շատ արագ այդ օրենքի կիրառումը ապահովել։ Իմ համար ներառականությունը ոչ միայն կապված է ինչ-որ խնդիրների հետ, այլ ցանկացած մարդ, ցանկացած միջավայրում ներառվելու կարիք ունի, որը շատ դեպքերում մեր հասարակության մեջ չի ընդունվում եւ դրա համար ես այսօր շատ կարեւորում եմ համարվելով նաեւ կառավարիչ, կուզենամ, որ ճիշտ կիրառեմ այդ գործիքակազմը իմ աշխատանքում։ Դասընթացավար կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով ներառական կառավարումը ժամանակակից կրթական համակարգի կարևոր բաղադրիչներից է, հատկապես քոլեջներում, որտեղ ձևավորվում են առավել բազմազան խմբեր։ Ակնհայտ է, որ եթե մենք համակարգը կառավարում ենք ներառական ձևով, բոլոր մարդիկ ներգրավում են եւ նաեւ գիտենք, որ մարդու կարևոր, այսպես ասած, բնազդներից մեկը դա պատկանելիության զգացումն է։ Թե մարդը իրեն զգում է խմբի անդամ, ինքը դրսևորում է իր լավագույն կողմերը եւ անում է հնարավորը համակարգը զարգացնելու համար։ Դրա համար իհարկե մենք հանրակրթության ոլորտում վաղուց ունենք ներառականությունը, նաեւ նախադպրոցական կրթության ոլորտում է ներդրված եւ հիմա նաեւ որոշակի աշխատանքներ արդեն կատարվում են միջին մասնագիտական աստիճանում եւ նաեւ բուհերում։ Հանդիպումը կազմակերպել է Հայկական Կարիտասը, նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը ծրագրով։ Մեկնարկը 2019-ին էր, 2026-ին սկսվել է ծրագրի երրորդ փուլը։ Այս 6 տարիների ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ դասընթացներ ծրագրի թիրախ դպրոցների, մանկապարտեզների եւ քոլեջների անձնակազմի համար, դասավանդող անձնակազմերի, ղեկավար անձնակազմերի համար աշխատանք է տարվել նաև ծնողների հետ, աշակերտների հետ, ինչպես նաև աշխատել ենք ուսանողների հետ զգայունացման թեմաներով եւ զանազան մեթոդներ տալով, որպեսզի ավելի ներառող եւ ընդունող հասարակություն ունենանք եւ նաև ունենանք ավելի հարմարավետ պայմաններ ներառական կրթության իրականացման համար։ Մասնակիցներին ներկայացվում են ներառական կառավարման մեթոդներ, գործիքներ, նաև հատուկ ձեռնարկ, որոնք կարող են կրթական գործընթացն ավելի մասնակցային եւ հասանելի դարձնել։ Ծրագրի ղեկավար Սիրանուշ Մինասյանի խոսքով երրորդ փուլում նախատեսվում է տարբեր մարզերի կրթական հաստատությունների միջև փորձի փոխանակում, ինչպես նաև արդեն մշակված մեթոդական նյութերի եւ գործիքների տարածում։ Դրանցից է նաև ներառականության գնահատման մշտադիտարկման գործիքի տարածումը, նաև սովորողի անձնական օգնականի պիլոտային ծրագրի ջատագովությունը, որպեսզի հնարավորության դեպքում այն նաև կարողանա մուտք գործել դպրոցներ եւ լրացուցիչ ռեսուրս հանդիսանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթությունը իրապես իրականացնելու համար։ Ծրագրի պատասխանատուների խոսքով 2 տարվա փորձարկումից հետո ակնկալում են, որ պետությունը կընդունի եւ լայնորեն կկիրառի ներառական կրթության հաջողված ու արդյունավետ այս մոդելը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։